մասնակցել Euronest-ին եւ ասում եք պատճառը ոչ թե այն է, որ Euronest-ը անցկացվում է Հայաստանում, այլ այլ պատճառներ են նշել, ինչպես մեր հետ կապ չունեցող։ Այո, հա, չէ, որովհետեւ առի տեղել է տարբեր պատվիրա օրեր առաջ Ադրբեջանի հասարակությունից, չէ, ամենից ոչ պետական կառույցների ներկայացուցիչներից ադրբեջանական պատվիրակություն չկար, դուք ինքներդ ձեր գործունեության ընթացքում առիթ ունեցել եք նաև այս վերջի շրջանում մի մասը, այսինքն եղել են լրագրողական շփումներ, չէ, նաև փոխայցելություններ, առաջիկայում է կլինեն, հուսով եմ, որ այսինքն վստահ եմ, եթե այդ պատճառաբանությունը չէ, այսինքն չունեին տեղ այդ պատճառաբանությամբ մերժելու մասնակցությունները, այս հիմնավոր չի համարի։ Դեմ չի շփումներին, հատկապես որ ցանկացած երկխոսություն բռնությունից ավելի քան լավ է, բայց օրինակ այդ հանդիպումների ընթացքում հնարավոր չի ֆիլտրեր այնպես, որ չգան Երևան մարդիկ, որոնք մի քանի տարի առաջ էկոակտիվիստի անվան եք ասում, լավ հասկացա միտքը, կա այդպիսի տեսակետ։ Կա նաև ուրիշ տեսակետ, եկեք ես այդ տեսակետն էլ հնչեցնեմ, այսօր եւ այս բանը չենք կա միանշանակ ոնց որ բոլորիս համար ընդունելի գուցե ձևակերպման, բայց մտածենք էլի, երեկոյան այդ մասին մտածենք։ Ուրիշ տեսակետ էլ կա, համաձայն որի էկոակտիվիստ թե ոչ, այնտեղ բոլորը մեզ ատել են։ Էկոակտիվիստ թե ոչ, մենք էլ ստեղ բոլորս իրանց բոլորին ենք ատել։ Ուրիշ բաներ են ասում են դե այդքան էլ իրան կապված են իշխանությունների հետ, այդքան է հասարակություն չէ եւ այլն։ Հիմա այդ մարդիկ ներկայացնում են այդ հասարակությունը, մեր հասարակությունը։ Հիմա հրճակված ագոն է, հանրահրճակված, որ ուզում ենք երկխոսենք։ Դե այդ էլ մի բան չի, չէ՞, ասել ուզում եմ երկխոսել, բայց այն մեկի հետ, իսկ այն մեկի հետ չեմ ուզում երկխոսել։ Վերջը նայել այդ հասարակության մասն է, մենք փորձում ենք, չէ՞, կամուրջը կառուցել։ Էլի չեմ պնդում ոչ մի բան, ասում եմ այդ տեսակետն էլ կա եւ օբյեկտիվ է եւ իմ հասկանալի։ Այս տեսակետն էլ կա եւ չեմ թաքցնի, այս տեսակետն էլ է իմ համար շատ հասկանալի։